Հայաստանի արտաքին քաղաքական ու տնտեսական կողմնորոշման շուրջ քննարկումները նոր թափ են ստացել։ Ռուս պաշտոնյաները հերթական անգամ հայտարարում են, որ Եվրասիական տնտեսական միությունից հնարավոր հեռացումը կարող է լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության եւ էներգետիկ անվտանգության վրա։ Միևնույն ժամանակ Երևանը վստահեցնում է պատրաստ է զարգացնել համագործակցությունը Եվրամիության հետ եւ անհրաժեշտության դեպքում որոնել նոր շուկաներ ու այլընտրանքային լուծումներ։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ գազի ոլորտում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել Հայաստանում եւ Ռուսաստանը հետաքրքրված չէ նման սցենարով։ Նրա խոսքով Հայաստանը ռուսական գազին այլընտրանք չունի։ Հայաստանը պետք է միայն նայի քարտեզին եւ գործող խողովակաշարերին, հասկանալու համար, թե որտեղից է ստանալու իր գազը, հաշվի առնելով 30% տուրքը, շուկայական գինը եւ միջնորդների բաժինը։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ հայտարարել է, որ հայ ժողովուրդը պետք է շատ լուրջ մտածի ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջև ընտրություն կատարելիս։ Մեջբերելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Թրամփի ուղու մոտալուտ բացման մասին, որը երկրին կապահովի բնական գազ տարանցման դիմաց, Լուկաշենկոն ասել է, որ չի հասկանում, ինչ խողովակներ են անցնելու, որտեղից են գալու այդ խողովակները, ով է մատակարարելու այդ գազը եւ որքան գումար է ստանալու դրա դիմաց։ Այնուամենայնիվ, ըստ նրա, Բելարուսը կհարգի հայ ժողովրդի ցանկացած ընտրություն։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ հույս է հայտնել, որ Եվրոպայի եւ հատկապես Եվրամիության դիրքորոշումը այս հարցերի վերաբերյալ կլինի սկզբունքային, ուժեղ եւ ժամանակին։ Նրա կարծիքով այնինչ Ռուսաստանն այժմ ասում է Հայաստանի մասին, իրականում չի վերաբերում միայն Հայաստանին, ուստի բոլորը պետք է մտածեն անվտանգության մասին եւ աջակցեն Հայաստանին։ Կոշտ հայտարարությամբ է հանդես եկել նաև Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը, խորհուրդ տալով Հայաստանին փորձել ռուսական գազը փոխարինել եվրոպականով եւ տեսնել, թե ինչ կլինի։ Եվրոնյուզը անդրադառնալով զարգացումներին հրապարակված հոդվածում նշել է, որ Մոսկվան հունիսի 7-ի ընտրություններից առաջ ուժեղացրել է ճնշումը Հայաստանի վրա ներառյալ առևտրային արգելքները, ԵԱՏՄ-ի անդամակցության կասեցման մասին նախազգուշացումները եւ Պուտինի կողմից Հայաստանի եւ Ուկրաինայի միջև զուգահեռ անցկացնելը։ Եվրոնյուզի հոդվածում նշվում է, որ Մոսկվան Հայաստանում ինտենսիվ ու լայնածավալ ապատեղեկատվական արշավ է սկսել։ Սակայն Հայաստանում արդեն հաշվարկել են այն սուբսիդիաների ծավալը, որը կպահանջվի դեպի Եվրամիության երկրներ հայկական այն արտադրանքների արտահանման համար, որը կարող է սահմանափակումներ բերել ռուսական շուկայում։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով իշխանություններն արդեն քննարկել են agrarային ոլորտի ներկայացուցիչների հետ եվրոպական շուկա մուտք գործելու հիմնական խոչընդոտները եւ Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ վերուղղորդել իր արտահանումը դեպի Եվրամիություն, եթե ռուսական շուկայում սահմանափակումներ կիրառվեն։ Որակի եւ արտադրության ծավալների հետ կապված հարցերը լուծված են, իսկ գլխավոր մարտահրավերը մնում է լոգիստիկ ծախսերի բարձր մակարդակը։ Այդ պատճառով կառավարությունը դիտարկում է դեպի Եվրամիություն արտահանվող արտադրանքի համար տրանսպորտային եւ մաքսային ծախսերի սուբսիդավորման մեխանիզմներ։ Երևանը անհրաժեշտություն չի տեսնում հաշվարկելու Եվրասիական տնտեսական միության հետ հնարավոր խզման վնասը։ Ռուսական Վեստի լրատվական գործակալությանն էլ ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նրա խոսքով այս հարցը դեռևս արդիական չի դարձել։ Փոխվարչապետը նաև հույս է հայտնել, որ Ռուսաստան ապրանքների տեղաշարժի հետ կապված ներկայումս առաջացող խնդիրները կլինեն տեխնիկական ու շուտով կվերանան։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավասարակշռված ու հավասարակշռման արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ հայտարարել է, որ քանի դեռ Հայաստանը չի դիմել պաշտոնապես ԵՄ-ին անդամագրվելու համար կամ ԵՄ-ի անդամության տեխնացուի կարգավիճակին շատ մոտ չէ, որևէ հանրաքվե անելն անտրամաբանական է, քանի որ ըստ էության հիմնավորումը չկա։ Ռուսաստանի հետ մենք հաստատում ենք նոր հարաբերություններ եւ ես համոզված եմ, որ մենք այդ գործում կհաջողենք, այդ թվում այն պատճառով, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները բաց են, անկեղծ են, մենք ոչ մի մութ անկյուն չենք պահել այդ հարաբերություններում։ Քաղաքական հայտարարություններն ու տնտեսական հաշվարկները շարունակում են ուղեկցել Հայաստան-ԵԱՏՄ եւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների շուրջ քննարկումները, թե ինչ ազդեցություն կունենան դրանք երկրի տնտեսության, էներգետիկ անվտանգության եւ արտաքին քաղաքական ուղեգծի վրա, շարունակում են մնալ ակտիվ քննարկման առարկա, ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային գործընկերների շրջանում։ Մարինե Դվոյան, Հորիզոն։